Ես եմ շնորհակալ այս կարևոր միջոցառման համար, պարոն Բաբայան, որովհետև իրապես գտնվում ենք այնպիսի իրավիճակում, որ այսպիսի քննարկումները բավական օգտակար կարող են լինել լուծումների փնտրտուքի համատեքստում, Խոսվեց համակարգային կոռուպցիայի մասին, խոսվեց քաղաքական բռնաճնշումների մասին եւ մենք գիտենք, որ այնպիսի երկրներում, որտեղ որ առկա է համակարգային կոռուպցիա ասվածը, բնականաբար նմանատիպ երկրներում գործում է ավտորիտար համակարգ, որովհետեւ գործող իշխանությունը այդ ժամանակ խնդիր է դնում պահպանել կոռուպցիոն լծակները եւ այդ համատեքստում առաջին հերթին ավտորիտար համակարգի կողմից թիրախավորվում են մեդիան, անդիմադիր մեդիա գործիչները, որոնք շարունակաբար բարձրաձայնում են գործող ռեժիմի կողմից իրականացվող ապօրինությունները այս կամ այն ոլորտներում։ Այսօրվա քննարկումը բավականին բեղուն էր այդ համատեքստում։ Ես կցանկանայի խոսել Անտիֆեյքի եւ քաղաքական բանտարկյալներ Նահակ Սամսոնյանի, Վազգեն Սահաթալյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումների մասին։ Առհասարակ 2018 թվականից սկսած մենք ֆիքսում ենք, որ գործող ռեժիմը շարունակաբար թիրախավորում է Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքը, անդիմադիր մեդիաներին եւ այդ համատեքստում Անտիֆեյքի նկատմամբ տեղի ունեցածը ամենա լպիրշ դրսևորումներից մեկն էր։ Ինչ տեղի ունեցավ այն, որ ԱՄԵԿ+-ի փակման մասով կոկորդ պատրող իշխանությունները, ովքեր ժամանակին անդիմադիր էին եւ շարունակաբար իրենց խոսույթում խոսում էին ԱՄԵԿ+-ի խնդրի մասին, իրենք գալով իշխանության սկսեցին թիրախավորել անդիմադիր մեդիաներին եւ 2025 թվականի նոյեմբեր ամսին վստահաբար երրորդ հանրապետության պատմության շրջանակում ամենախայտառակ դրսևորումներից մեկը տեղ ունեցավ անդիմադիր մեդիաներին ճնշելու համատեքստում։ Ուժայինները նոյեմբերի 13-ին ներխուժեցին իմնեմնի մի փոդքասթի համահեղինակներ, քաղաքական բանտարկյալներ Նահակ Սամսոնյանի եւ Վազգեն Սահաթալյանի բնակարաններ, ձերբակալեցին, հետագայում կալանավորեցին նրանց, բայց նաեւ տեղ ունեցավ հետեւյալը։ Ուժայինների մի խումբ էլ ներխուժեց Անտիֆեյքի խմբագրություն, գրասենյակ, որտեղ իրականացվեց խուզարկություն եւ առգրավեց մեդիայի ողջ տեխնիկան, երրորդյա կալանքի ենթարկվեցի նաեւ ես, որպես լրագրող, այնուհետև հաջորդ օրը իմ ընկեր Իշխան Խոսրովյանը մի քանի ժամով ձերբակալվեց եւ ըստ էության վարչախմբի կողմից փորձ արվեց պարալիզացնել մեդիայի գործունեությունը։ Այսինքն մենք գործում ենք անդիմադիր մեդիայի նկատմամբ տոտալ բռնաճնշման հետ, որովհետև լավ հարց է առաջանում։ Շտատիվները ինչ էին արել, որ շտատիվներին տանում էին օրինակի համար, առգրավում էին շտատիվները։ Պարզ է, չէ, որ խնդիր էր դրված տորպեդահարել, լիովին տորպեդահարել անդիմադիր մեդիայի գործունեությունը, որը որ բնականաբար նրանց չհաջողվեց, ինչ շնորհիվ մեր հարգելի եւ սիրելի աջակիցների, հետագայում արդեն երբ որ ինչպես նշեցի, կալանավորվեցին մեդիա գործիչներ, քաղաքական բանտարկյալներ Նահակ Սամսոնյանը, Վազգեն Սահաթալյանը, 2 ամսով, այնուհետև հունվար 9-ին նրանց կալանքը ապօրինաբար երկարացվեց եւս 3 ամսով, Նահակ Սամսոնյանը հայտարարեց հացադուլ եւ այժմ էլ գտնվում է բուժ հաստատությունում։ Սա ըստ էության ոչ միայն
այս տեղունոցող այս բռնաճնշումների այս ցիկլը, որը որ տեղի է ունենում Սամսոնյանի, Սաղաթելյանի եւ առասարական թվեքի նկատմամբ ոչ միայն առանձին վերցրած մեդիա գործիչների կամ անդիմադիր ԶԼՄ-ի նկատմամբ տեղնացող բռնաճնշում է, այլ սա ուղերձ է եւ հարված է առհասարակ ողջ մեդիա դաշտին, որ տեսեք, ձեր գրասենյակներ նույնպես կարող են ներխուժել ձեր լրագրողներին, մեդիա գործիչներին, նույնպես կարող են կալանավորել եւ բնավ զարմանալի չէ ռեժիմի այս վարվելակերպը, որովհետև ինչպես նշեցի, եթե երկրում կա համակարգային կոռուպցիա, ապա իշխանությունը խնդիր է դնում կոռուպցիոն ծրագրերը եւ սեփական իշխանությունը, որովհետև եթե չլինի դա, ապա առաջանալու է պատասխանատվության ինստիտուտի կիրառման հարցը։ Եվ սեփական իշխանությունը պահպանելու համատեքստում, այո, համակարգը լինելու է ավտորիտար եւ այս շրջափուլում, հատկապես նախընտրական շրջափուլում, ես համոզված եմ, որ շատ ավելի լկտի դրսևորումների կարող ենք հանդիպել ոչ միայն անդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների նկատմամբ տեղնոցող բռնաճնշումների համատեքստում, այլև հենց անդիմադիր մեդիա դաշտի նկատմամբ տեղնոցող բռնաճնշումների առումով, որովհետև այս վարչախումբը իր առջև խնդիր է դրել ամեն գնով վերարտադրվել։ Եվ իրենք բնականաբար գործում են նպատակը, արդարացնում է միջոցները հայտնի ասույթով եւ բնականաբար որևէ բանի առջև նրանք կանգ չեն առնի։ Շնորհակալություն։